Ողջույն, եթերում է Job Finder-ի HR Corner հաղորդումը։ Այսօրվա մեր հյուրն է Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի HR պատասխանատու Ժաննա Վարդանյանը։ Ողջույն Ժաննա ջան։ Ողջույն Անի ջան։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար։ Ես նմանապես շնորհակալ եմ հրավիրելու համար, մեծ սիրով եմ եկել։ Ժաննա ջան, անցնենք մեր հարցերին։ Կպատմեք ձեր մասնագիտական ճանապարհի մասին, ինչպես հայտնվեցիք HR ոլորտում ու որ փորձը ամենաշատը նպաստեց ձեր մասնագիտական կարիերային։ Սիրով, այս հարցը սիրում եմ շատ։ Իրականում տարիներ առաջ սպասարկման ոլորտում էի աշխատում եւ մոտ տասնյակ տարիներ սպասարկման ոլորտում էի եւ սիրով էի աշխատում։ Մարդը ինձ միշտ հետաքրքիր է եղել իր տեսակով, իր վարքային դրսևորումներով եւ HR մոտ գործելուց հետո հասկացա, որքան հետաքրքիր է մարդը, երբ ինքը փորձում է ինքնարտահայտվել, երբ ինքը փորձում է հավաքագրման process անցնել, երբ մարդը փորձում է ադապտանալ որևէ միջավայրում եւ հետո ինչպես է կարողանում ոնց որ ծիլ տալ, նոր արդյունքներ ստեղծել եւ այլն, եւ շատ հաճելի է եւ ինձ համար շոյող, որ ես ինքս ինչ որ մասնակցություն ունենում եմ մարդու այդ փոքրիկ ճանապարհը անցնելուն։ Եվ փորձի մասին հարցրեցիք, գիտեք, յուրաքանչյուր աշխատավայրում ինչ-որ հետաքրքիր փորձառություն ձեռք են բերել, բայց հատկապես հիշվող են եւ հիմա հատկապես կուտակում եմ փորձառություն, որի արդյունքում ինչ-որ բան կարողացել եմ փոխել, արդյունք եմ ստեղծել, արժեք եմ ստեղծել, ինչը հենց այս պահին եմ անում։ Շանա ջան, շատերն ասում են, որ աշխատակիցը որոշում է մնալու է թե ոչ առաջին շաբաթների ընթացքում, ըստ ձեզ իրոք այդ առաջին շաբաթները վճռորոշ են ու որն են հիմնական սխալը, որ ընկերությունները անում են այդ փուլում, նույնիսկ լավ նպատակներով։ Սա շատ կարևոր հարց է եւ իսկապես onboarding-ի ադապտացիոն շրջանը կարևոր է։ Ես կնշեմ, որ կարևորագույններից մեկն է, որովհետև հենց առաջին շաբաթում աշխատակիցը վստահության այսպես թել է հյուսում կազմակերպության հետ, ծանոթանում է արժեքներին եւ փորձում է հասկանալ հարմար է այդ արժեքներին, թե ոչ։ Հիմնական սխալներից մեկը onboarding-ը դիտարկել որպես միայն փաստաթղթերի փաթեթ, այսինքն հանձնել ինչ-որ փաստաթղթեր, տալ ուղղակի ձեռնարկ եւ թողնել, որպեսզի աշխատակիցը փորձի նավարկել այդ փաստաթղթերի մեջ միայնակ։ Onboarding-ը մշակույթը ձեռքի բռնած տանելու մեջ է։ Շատ ղեկավարներ ասում են, որ իմ դուռը միշտ բաց է ու ցանկացած հարցով կարող եք դիմել, բայց հաճախ մարդիկ լռում են։ Ինչու՞։ Երկու պատճառ կարող է լինել։ Պատճառ համար 1, եթե չկա իսկապես կազմակերպությունում մշակույթ բաց հաղորդակցվելու եւ մեկ-մեկու դիմելու, եւ երկրորդ պատճառը վատ փորձառությունն է, այսինքն դուրը բացել են, ինչ-որ հարցով դիմել են, մտահոգություն են կիսվել եւ արձագանքը այնպեսին չի եղել, ինչ կցանկանային լսել։ Այս երկու մոտեցումներ եկան մտքիս։ Հա, իրականում ղեկավարի աջակցությունը շատ կարեւոր է։ Ճիշտ է, համաձայն եմ ձեզ հետ։ Աշխատանքի որակի վրա էլ է շատ ազդում։ Վստահորեն ճիշտ եք։ Շատ ընկերություններ ասում են, որ մեզ մոտ մարդիկ ազատ խոսելու իրավունք ունեն, ինչպես հասկանալ ընկերությունում իրոք այդ ֆիդբեքի մշակույթը կա, թե մարդիկ ստիպված են շատ ժամանակ ուղղակի լռել։ Հետաքրքիր հարց է։ Եթե ուզում ենք հասկանալ այդ մշակույթը կա թե չէ, մասնակցել է պետք որևէ ժողովի եւ հասկանալ արդյոք բոլորը արտահայտում են իրենց կարծիքը, անգամ եթե անհամաձայնություններ կան, թե բոլորը լսում են կամ համաձայնում են ինչ-որ մեկի եւ ինչ ավելի վատ է ղեկավարի ոնց որ հայտնած կարծիքի հետ։ Այստեղ կետ կա էլի վստահության պակասի, եթե կազմակերպությունը վստահության պակաս ուներ մեկ-մեկու հանդեպ, երբևէ այդ առողջ կոնֆլիկտի հնարավորությունը չի լինելու։ Եվ միշտ խուսափելու են կոնֆլիկտ, տարաձայնություն, կարծիք արտահայտել, բաց հետադարձ կապ տալ եւ այլն։ Իրականում շատ կարևոր կետ է ընկերությունում, որովհետև եթե ինչքան մարդ, այնքան տարբեր մտածելակերպ ու հնարավոր է, որ ինչ որ մի բան մյուսի մտքով չի անցնում, մյուսի մտքով անցնում ու հակառակը ու իրար հետ կապի մեջ լինելը, մեկը մյուսի կարծիքը լսելը, կարծում եմ շատ կարևոր է ու ավելի արդյունավետ է դառնում աշխատանքը։ Դեպ լավագույն գաղափարները ծնվում են կոնֆլիկտների ընթացքում, ասում են եւ դա իրոք այդպես է։ Այսօր շատ մարդիկ ասում են, որ բռնաութի մեջ եմ, ձեր կարծիքով բռնաութը առաջանում է շատ աշխատելուց, թե ավելի շատ անիմաստ աշխատելուց։ Բռնաութի մասին կասեմ հետեւյալը, սա շատ նման է այն արտահայտության, որ տխուր են լինում, ասում են ես ստրեսի մեջ եմ կամ դեպրեսիայի մեջ եմ, բայց դրանք տարբեր բաներ են։ Նույնը բռնաութը մարդիկ հոգնում են եւ ասում են ես բռնաութի մեջ եմ, դա հոգնությունը չէ, մարդը կարող է իսկապես ծանրաբեռնված աշխատել, բայց սիրով աշխատել։ Սա այն մասին է, թե ինչու մարդը
թե ինչպես է մարդը գիտակցում, որ իր տված աշխատանքը արժեք չի ստեղծում։ Այսինքն ինքը աշխատում է եւ որևէ շոշափելի արդյունք չի ունենում։ Այս դեպքում մարդու մոտ գալու է հենց այդ ինքնայրման process-ը։ Այսքան լճացումը շփոթում են բռնաութի հետ։ Ոչ միայն լճացումն է սա, իրականում բռնաութը մի քանի փուլ է անցնում, սովորաբար գալիս է այդ ֆիզիկական շոշափելի ախտանիշները, մարդը սկսում է շուտ հոգնել, սիրով չի գալիս աշխատանքի, երկրորդը երբ նկատում է, որ աշխատանք է անում, որը չի երևում, չի գնահատվում, արդյունք չունի, որևէ կերպ չի նպաստում կազմակերպության աճին, նպատակներին, մարդու մոտ գացած ցինիզմի զգացողություն ինքը գործ է անում, բայց ցինիկ զգացողություն է ունենում, ես չեմ անի, տեսնեմ ոնց կանեն եւ այլն։ Ասում եմ ծանոթ բաներ ասում բոլորի մոտ կամ եղել է ինչ-որ բա, ինձ մոտ էլ է եղել կամ հանդիպել են մարդկանց, ով բռնաութի մեջ է եւ երրորդը ինքը ամենակատաստրոֆիկ փուլն է, երբ մարդը անտարբերության է գալիս։ Երբ արդեն իրեն միևնույն է ինչ է կատարվում իր շուրջը, ինչպես կկատարվի իր աշխատանքը, ինչպես դա կազդի կազմակերպության վրա, դա ինքնայրումն է։ Հաջորդ փուլում արդեն ինքը կազմակերպությունում չի լինելու։ Շաննա ջան, կարող է լավ աշխատավարձ ստացող մարդը բռնաութի մեջ լինել եւ եթե այո, ապա ինչու։ Իհարկե կարող է։ Աշխատավարձը, բենեֆիթները, բոնուսները իրենք կարճաժամկետ մոտիվացիոն գործիքներ են, այո, կարևոր են, չեմ խաբի, բայց այդ մարդու համար, երբ ինքը արդեն ստանում է բարձր աշխատավարձ, որևէ կերպ իր աշխատանքի արժեքը ստեղծած այդ ներդրումը աշխատավարձով չի չափվում եւ եթե իմ այդ ասած սինդրոմները գալիս են, այսինքն մարդը չի տեսնում այն արդյունքը, ինչ ինքը ակնկալում էր, յուրաքանչյուր անգամ աշխատավարձը բարձրացնելով դու երբևէ չես կարող այդ մարդուն երկարաժամկետ պահես կենթանի վիճակում։ Հա, իրոք 2 ամիս, 3 ամիս այդ բարձր աշխատավարձը կարող է պահիր ազդեցությունը, բայց հետո երբ որ չգնահատված լինելու զգացումն է գալիս, արդեն Եվ հետո մարդիկ էլ մշտապես սովորում են ու դա միակ տարբերակն է մոտիվացիորը, բայց դա կարճաժամկետ ցավազրկողի էֆեկտ ունի, այդ պահին ցավը կկտրի, հաջորդ պահին եթե չես բուժել են ինչ-որ խնդիրներ, հիմնական խնդիրներ, ինքը նորից արթնանալու է։ Կարող է բռնաութի պատճառը լինել ոչ միայն ծանր աշխատանքը, այլ այն զգացողությունը, որ ոչ ոք չի գնահատում աշխատանքը։ Իհարկե, քիչ առաջ պատասխանից մեջ էլ փոքրիկ հատված կար հենց դրա մասին, որ մարդը երբ արժևորված չի զգում իրեն, եւ սա վերաբերվում է ոչ թե որպես անհատ, այլ նաեւ որպես անհատ, սակայն հիմնականում իր աշխատանքի էֆեկտը չի տեսնում եւ աշխատանքից ծնված ծիլը չի տեսնում, այդ մարդը իր մոտ գալիս են մնացած փուլերը, որի մասին թվեցի, հա, որ իրեն այլևս միևնույն է լինելու, ինքը այլևս դրա շուրջ չի անհանգստանալու եւ չի ցանկանալու ինչ որ բան կիսել կազմակերպության հետ, կազմակերպության համար։ Ձեր կարծիքով ղեկավարը որ սխալն է ամենից շատ անում, որ ինքը նույնիսկ սխալ չի համարում, բայց հենց դրա պատճառով են լավ աշխատակիցները հեռանում։ Միանշանակ չեմ կարող պատասխանել, կարծում եմ դա մեկը չէ, մի քանիսն են, բայց ինչ առաջինը մտքիս եկավ, հավանաբար ղեկավարները փորձում են ղեկավարել բառը այդքան չեմ սիրում, առաջնորդել բառն էլ այս դեպքում ճիշտ չի լինի օգտագործել, անգլերեն բառով փոխարինեմ, նո եկեք ասեմ ուղղորդել։ Ուղղորդում են իրենց թիմակիցներին այնպես, ինչպես իրենք են ուզում, բայց չեն ուղղորդում այնպես, ինչպես կուզեր իր աշխատակիցը։ Այստեղ աշխատակցին լսել է պետք հասկանալ յուրաքանչյուր տարբեր կարիքներ ունեն, ինչպես խոսել, ամեն մեկը սրտի բանալին տարբեր է, եւ եթե ղեկավարը հասկանա յուրաքանչյուր աշխատակցի սրտի բանալին, սա կամակորությունները տանելու մասին չի վստահորեն հանգիստ առաջնորդություն կանի։ Դուր ամեն ինչ պատտվում է այդ գնահատված լինելու շուրջ։ Դե իհարկե այո։ Բոլորին է հաճելի, մենք բոլորս նաև ինչ որ չափով էգոիստներ ենք։ Որ մարդիկ շատ հաճախ հեռանում են ոչ թե ծանր աշխատանքի պատճառով, այլ այն պատճառով, որ սկսում են չհավատալ այն արժեքներին, որոնց մասին խոսում է ընկերությունը։ Ձեր փորձից սա իրական խնդիր է, թե ուղղակի չափազանցված պատկերացում ինչ։ Իհարկե իրական խնդիր է, ընդհանրապես յուրաքանչյուր կազմակերպությունում արժեքներով դու սնվում ես։ Ու եթե դու նկատում ես, որ կազմակերպությունը ունի արժեքներ, որոնց ընդհանրապես չի հետևում, եթե կազմակերպությունում արժեքներից մեկը ազնվությունն է, բայց յուրաքանչյուր անգամ մեկը մյուսի հետևից վատ խոսք է ասում եւ մեկը մեկին վատաբանում է, մեկի սխալը մատնանշում են, այս դեպքում արժեքի գրող երբեք չես կարող լինել, իսկ որտեղ դու իրական չես, այնտեղ երկար չես կարողանա մնալ։ Այսօր շատ աշխատակիցներ ամբողջ օրը զբաղված են լինում, բայց օրվա վերջում համարում են, որ անարդյունավետ օր են ունեցել, այսինքն ոչինչ չեն արել, ըստ ձեզ դա կարող է բռնաութի պատճառ դառնալ։ Կարող է դառնալ, այո, այստեղ հիմա հատկապես այս վերջին շրջանում շատ ուրախ եմ, որ այդ ճակերտավոր ակտիվությունը
արդյունավետությունից սկսել են տարբերել եւ պարտադիր չէ ժամակերությամբ զբաղվել, երբ որ կարելի է արդյունք ստեղծել հարմար ժամերի։ Ես հույս ունեմ, որ սա շարունակական բնույթ կկրի եւ մենք կլինենք ոչ թե ժամահեն, այլ արդյունքահեն ընկերություններ Հայաստանում։ Իսկ արդյոք այլ կարող է բռնաուտի պատճառներ, իհարկե կարող է, դու կարող ես ամբողջ օրը նստել, ոչինչ չանել աշխատավայրում եւ այդպես շարունակ։ Եվ ինչ կտա քեզ աշխատավայրը հետս տեսնում ես ոչինչ չես ստանում, ինչ քեզ բերում է ինքնարժեքի իջեցման, որն էլ բերելու է բռնաուտի անպայման։ Իրականում աշխատելիս ամենամեծ մոտիվացիան երևի այն է, որ վերջում տեսնում ես քո արածի արդյունքը, դրանից ավելի ես մոտիվացվում։ Իհարկե, ուզում եք մի հատ էլ քայլ դնեք, մի հատ էլ արժեք ստեղծեք, իհարկե։ Եթե վաղը նշանակվեիք մի ընկերության ղեկավար, որտեղ մարդիկ զանգվածաբար հեռանում են, ինչը կփոխեիք առաջինը։ Միանգամից ոչինչ չէի փոխի։ Հենց առաջինը դա կանեի, որ ոչինչ չէի փոխի։ Առաջինը կփորձեի մասնակցել ժողովների, կփորձեի լսել դուրս եկող թիմակիցներին, կփորձեի վերանայել exit ինտերվյուները եւ կփորձեի խոսել բոլորի հետ։ Այն երբ հասկանայի, թե ինչ խնդիր կա, նոր լուծում կառաջարկեի։ Եթե ընդհանրապես մեկ խորհուրդ կարողանայիք տալ ղեկավարներին, ովքեր կորցնում են իրենց լավագույն աշխատակիցներին, որը կլիներ դա։ 3 խորհուրդ կտամ, մեկի փոխարեն, մեկը լսեք ձեր աշխատակիցներին, երկրորդը նկատեք ձեր աշխատակիցներին եւ երրորդը ներկա գտնվեք ձեր աշխատակիցների կյանքում։ Ես հաճախ ասում եմ, ներկայությունը մշակույթ է փոխում, դա ֆիզիկական ներկայության մասին չի խոսքը, դա այն էներգիան է, որ մենք ներդնում ենք մեր աշխատողի հետ շփվելիս, լսելիս, քննարկելիս։ Պարտադիր չի կատարողական լինի, որ մենք խոսենք մեր աշխատակցի հետ, պարտադիր չէ ինչ-որ վատ բան կամ լավ բան արած լինի, որ 1-2 բառ փոխանակենք։ Մենք շատ կարևոր է, որ գիտակցենք, որ աշխատակցի կարող ենք ուղղակի հարցնել ինչպես է, կամ ինչ խնդիր ունի, կամ ինչպես է, չգիտեմ, ընտանիքի անդամը։ Սա շատ կարևոր բան է, հատկապես կոնտակտի տեսանկյունից, եթե ուզում ես վստահության կամուրջ ունենալ աշխատակցիդ հետ մենեջերի համար։ Ժաննա ջան, մեր հիմնական հարցերը այսքանն էին, անցնենք բլից հարցերին։ Մարդիկ հեռանում են ընկերությունից, թե ղեկավարից։ Ղեկավարներից են, վատ ղեկավարներից են հեռանում, ու եթե ավելի ընդհանրական պատասխան են, վատ մենեջմենթից են հեռանում։ Բռնաուտը հոգնածություն, թե հիասթափություն։ Բռնաուտը հետևանքի հետ երկուսի։ Ֆիդբեքը ավելի դժվար է տալ, թե ստանալ։ Ֆիդբեքը իմ սիրելի բաներից մեկն է, ես սիրում եմ եւ տալ եւ ստանալ, եւ դժվար է եւ տալը եւ ստանալը։ Դժվար է տալ այն դեպքում, եթե ուզում ես ինչ-որ բան փոխես, դժվար է ստանալը այն դեպքում, եթե պատրաստ չես լսել այն, ինչ չես ուզում։ Work-life balance-ը գոյություն ունի, թե ուղղակի գեղեցիկ արտահայտություն է։ Կատարելապես նշել, որ դա 100%-անոց գործում է ոչ, բայց միշտ պիտի կարողանաս դրա օրինաչափությունը գտնել։ Ինձ համար գոյություն ունի այս պահին ու վստահ եմ, որ շատերի համար գոյություն ունի։ Միանշանակ չէ, բայց ոսկե միջին կարելի է գտնել։ Բայց բարդ է իրականում պահելը։ Մենք ենք որոշում ինչպես դա պահենք, իրականում մարդը շատ հաճախ դժվարացնում այն, ինչ կարող էր ավելի հեշտ լուծել եւ երբեմն մենք ավել ենք աշխատում, բայց չունենք դրա կարիքը կամ որևէ մեկը մեզ չի ստիպում դրա մասին, ոնց որ դա անել, ու կարելի է հանգիստ մեկ այլ բանով զբաղվել, կտրվել աշխատանքից, երբեմն over պատասխանատվությունը մեզ շատ խանգարում է։ Մեկ խորհուրդ այն կազմակերպություններին, որոնք ոչ միայն ուզում են, որ մարդիկ գան, այլ նաեւ մնան։ Մեկ խորհուրդ արագ չի ստացվում տալ կազմակերպություններին, չեմ կարող մտաբերել, թե ինչ կարող եմ ասել, մի քանիսը թեկուզ։ Երևի այնպիսի արժեքներ ստեղծեն եւ հենվել այնպիսի արժեքների վրա, ինչ կարող են կրել։ Ժաննա ջան, այսքանն էին մեր հարցերը, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար եւ հետաքրքիր զրույցի համար։ Անի ջան, ես եմ շնորհակալ, հետաքրքիր ներհայաց արեցի դեպի ներս եւ իմ մասնագիտական ուղին, եւ ես հարցերին, որոնց պատասխանում էի, եւ մարդկային եւ մասնագիտական, եւ որպես աշխատակից եւ որպես մռկը պատասխանատու պատասխանատվությամբ է շատ վերաբերվում, որտեղ ասած յուրաքանչյուր խոսք, ինչ որ աշխատակցի, ով այս պահին բռնաուտի մեջ է, ով այս պահին նոր է մենեջեր նշանակվել, ով նոր է ընդունվել աշխատանքի, ինչ որ կերպ սրտին կպնելու է։ Ես ուզում եմ հաջողություն մաղթել բոլոր այն աշխատակիցներին, ովքեր իրենց onboarding-ի փուլում են, բոլոր այն մենեջերներին, ովքեր նոր են աշխատանքային շրջափուլ մտել եւ բոլոր այն կազմակերպություններին, ովքեր լավ փոփոխություններ են անում, խնդրում եմ հաջողեք եւ եղեք համարձակ։ Շնորհակալություն, հաջողություն։ Ստեսություն Անի ջան։